Ողջույն բարեկամներ, այսօր դեռասավ 12-րդ օրը Իսրայելի և Իրանի մեջ տեղի ունեցող պատերազմի, որը այսօր Թրամփը համենայն դեպս իր մասով միակողմանի հայտարարեց այդ պատերազմի վերջը։ Ինչեմ ասեմ միակողմանի, որտեղ ես չեմ լսել Իսրայելի վստահեցումը, որ այո, իր համար էլ այս պատերազմը ավարտած, դե բնականաբար Իրանը պետք է սպասի մինչև ագրեսորը ինքը կհայտարարի, որ իր համար ավարտված է եւ չի շարունակի ագրեսիա։ Նոր այն ժամանակ երևի ինչ-որ մի բան կասել։ Եվ վերջո, ինչ տվեց այս 12 օրը մեզ բոլորիս, մեզ որպես հայեր, մեզ որպես պետականություն եւ առանձին այդ երեք երկրների։ Ես ում սկսեմ ամենաառաջինը մեր մասով, սա այն հայտարարությունը, որտեղ Թրամփը ուրախ շնորհակալություն հայտնում Իրանին, որ Սիրիայում եւ Իրաքում, այնտեղ հետո Կատարում ռազմաբազաները ռմբակոծելուց առաջ տեղյակ է պահել իրանց։ Այսպեսի մի բան եղել է նաեւ մի 6 ամիս առաջ, դեռ հիշում եք, երբ որ Իսրայելը փորձեց ռմբակոծել Իրանը պատասխան հրթիռներ ուղարկեց եւ ուղարկելուց առաջ զգուշացրել էր։ Այսինքն ես քեզ խփում եմ, բայց ոչ թե վիճակը սրելու նպատակով։ Այս անգամ էլ արեց նույնը, ասեց ես կուլ չեմ տա, կխփեմ, բայց ես քեզ ասում եմ, որ խփեմ։ Սա կարծես թե իրանական ոճն է, որը բավականին էֆեկտիվ է պետք է ասել։ Ամեն դեպքում Տրամփի սա շատ ուրախացրել է, ու ինքը շնորհակալություն է հայտնում Իրանին, եւ հայտարարում է, որ պատերազմը ավարտած է։ Ամեն դեպքում ինքը հայտարարում է իր եւ մնացած երկու երկրների մասին։ Եվ այսպես, ինչ տվեց այս պատերազմը մեզ բոլորիս։ Սա Թել Ավիվն է։ Թել Ավիվը 13 օր առաջ այսպեսին չէր։ Թել Ավիվը այսպեսին չէր եղել երբեք։ Թել Ավիվը ինքն էլ չգիտեր, որ հնարավոր է, որ մի օր ինքը այսպեսին լինի։ Սա մասամբ այն է, ինչ որ տվեց այս պատերազմը Իսրայելին։ Այս պատերազմը Իսրայելին տվեց Ամերիկայի նկատմամբ իր գերակայությունը ապացուցելու հնարավորություն։ Տեսեք ինչ փաստի մասին եմ ես խոսում։ Ցույց տվեց աշխարհին, որ ինքն է որոշում Ամերիկայի արտաքին քաղաքականությունը, նույնիսկ այն աստիճան, ու որ երկրի վրա հարձակվի, որ երկրի վրա չհարձակվի։ Այս ընթացքում Իսրայելը ցույց տվեց նաև, որ ինքը այո կարող է հետախուզական դիվերսիոն գործողություններ անցկացնել Իրանի տարածքում, բայց միևնույն ժամանակ իր հակաօդային պաշտպանությունը իդեալական չի, որպեսզի ինքը պաշտպանվի իրանական հարձակումներից։ Բայց սա մեր համար գուցե ամենակարևորը չի, մեր համար ամենակարևորը թե Իրանը ինչ եզրակացություն արեց։ Այստեղ է որ գալիս է մեր հետաքրքրության շրջանակները։ Իրանը հասկացավ, որ այն հարևանությունը, այն հարաբերությունները, որոնք ունի ինքը տարածաշրջանում, իր համար ավելի քան մտահոգիչ է։ Ուրեմն Իրանի մամլոյցարայությունը այս պաշտպանության գրում է Ալիևի մեղսակցությունը սիոնիստ հանցագործների հետ։ Սիոնիստ թշնամին օգտագործել է Բաքվի ռեժիմի օդային տարածքը Թեհրանի վրա հարձակվելու համար, երկրի հյուսիս-արևմուտքով թռչող եւ Բաքվի երկնքին մոտ գործող թշնամու ինքնաթիռները շրջվել են դեպի Կասպից ծով եւ այնտեղից ամենակարճ ճանապարհով հասել Թեհրան։ Այսօրվա հանցագործությունները կատարելու համար Ալիևի ռեժիմի մեղսակցությունը սիոնիստ ահաբեկիչների հետ ոչ մի կերպ չի կարող անտեսվել կամ մոռացվել։ Այս բանալի բառն է կարևոր մեր համար, որ այս ռեժիմի մեղսակցությունը չի կարող անտեսվել ահաբեկիչների հետ եւ մոռացվել։ Մենք պետք է վրեժ լուծենք, սա երրորդ կարևոր բառը։ Բաքվում իշխող Ալիևի ավազակախմբից, սա պաշտոնական կայքագորում, Իրանի ժողովրդի դեմ կատարված հանցագործությունների համար։ Ամեն մի կողմ իր հասանելի երևի հետևությունները արեց այս պատերազմի ընթացքում, շատ կարևոր է այստեղ Իրանի հետևությունները։ Ինչ տվեց այս պատերազմը Իրանին, բացի այն, որ ինքը բացահայտվեց, որ իր
հյուսիսում թաքնված է բացահայտ թշնամի Ադրբեջան անունով։ Ես կարծում եմ ինքը այնքան էլ միամիտ չէ, որ չիմանալ ինչ է նշանակում ադրբեջանական պետություն, ինչի համար էր կազմակերպված Արցախյան պատերազմը, ինչի էր պետք արցախցիներին վտարել տարածքներից եւ ինչի համար է որ առ այսօր այդ տարածքներում ոչ մի բնակեցված մարդ չկա։ Այո, տարածքը ուղղակի պոլիգոն օգտագործվում, որպես պոլիգոն օգտագործելու համար, որ ինչքան քիչ մարդ, ինչքան քիչ աչք, այնքան ավելի ապահով իսրայելական ինստրուկտորների համար իրենց բազաները ղեկավարելու, հարձակումները կազմակերպելու եւ այլ գործողությունների համար։ Սա պատերազմի պատճառներից մեկն է, թե ինչու առայժմ Արցախի տարածքը բնակեցված չի։ Դա իհարկե կան շուրջ քաղաքական պատճառ եւս, որ չի նպաստում, որ Ալիևս միլիարդներ ծախսի տարածքները բնակեցնելու համար, որովհետեւ չի դադարում հնչել տարածքային էթնիկ զտումների մասին խոսակցությունը եւ ինքն էլ վստահ չի արդյոք ինքը կարող է դա մարսել։ Հակառակ դեպքում վստահ եք տարուկեսվա մեջ ինքը տեսեք օդանավակայան սարքում է, ճանապարհներ սարքում է, բայց չի բնակեցվում։ Չի բնակեցվում։ Ինչ որ միջոցառումներ է անում, այսօր Ֆրանսիայի դեսպանն է եղել, դրա մասին էլ ենք խոսելու։ Վերադառնանք պատերազմին, ինչ տվեց Իրանին մեր հարևանին, որ մեր համար շատ կարևոր է։ Ես գիտեմ, որ հայկական միջավայրում մարդիկ կան, որ Իրանին դիտարկում են, մասնավորապես Իրանի ռեժիմը դիտարկում են թշնամական, ոչ ժողովրդավարական, ես կասեի նույնիսկ սատանական, սատանիստական ինչ-որ կառավարություն, չգիտեմ այդ դա իրանց գնահատականն է, ես բոլորովին չեմ կիսում դա բոլորովին չի նշանակում, որ այն դեմոկրատական է, բայց այն մի քանի անգամ ավելի դեմոկրատական է, քան հայկականը, քան ռուսականը, քան այն ինչ որ մենք ունենք մեր շրջապատում, լինելով իսլամական պետություն։ Եվ թող ինձ ոչ մեկ դրա մեջ հակառակը չհամոզի։ Ինչ տվեց Իրանին, որովհետև Իրանի ամուսնությունը շատ կարևոր է էքզիստենցիալ նշանակություն ունի Հայաստանի համար։ Եթե հիշում եք այն հարցին, թե արդյոք Թուրքիան եւ Ադրբեջանը կհասարվեն Իրանի եւ Զանգեզուրի վրա կտրելու համար, նա պատասխանեց երեք դեսպանը, որ դա կախված է արդյոք Իրանը կթուլանա այնքան, որ նրանք կհանդգնեն։ Եվ այսպես պատերազմը ցույց տվեց 12 օրվա մեջ, որ Իրանը այն, ես կասեի, միակ այսօրվա վիճակով արդեն փորձված երկիրն է, որ համապատասխան եւ դիվանագիտական մակարդակի վրա եւ ռազմական մակարդակի վրա հակահարված տվեց եւ Ամերիկային եւ Իսրայելին, ապացուցելով, ասելով, որ ես կխփեմ, ապացուցելով, որ կխփի ու ոչ մի քայլ հետ չգնաց ի սկզբած բռնած դիրքից, ավելին ասեմ, այս հանգամանքի վրա պետք է որ բավականին ներված լինի Իսրայելը, որովհետև կարծում եմ, եթե մի կողմ էլ կա, որ այստեղ տուժվել է, դա Իսրայելն է, որովհետև ինչ արեց Իրանը, այո, Իրանը կորցրեց իր գիտնականներին, Իրանը կորցրեց ինժեներների գուցե, ահագին մարդ է սպանվել ամեն դեպքում, 300-ից ավել, այո, տուժեցին այն բունկերները, որտեղ իրականացվում են ինչ-որ պրոցեսներ, բայց կարծում եմ դրանք վերականգնվելի է։ Ինչ ստացավ Իրանը այս պատերազմի ընթացքում, բացի իմիջից, հեղինակությունից եւ ժողովրդի միաբանությունից, այն որ ժողովուրդը ցույց տվեց, որ ինքը միաբան է, անկախ ամեն ինչից, նույնիսկ այն ռեժիմի կողքին, որին ինքը գուցե ներքուստ չի սատարում։ Եվ դրանից բացի Իրանը հայտարարեց, որ դուրս է գալիս միջուկային այդ պայմանավորվածությունների շրջանակներից, որ ինքը այլևս պարտավոր չի հաշվետվություն ներկայացնել ոչ մեկի, ինչպես Իսրայելը, որովհետև ինչ էր ստացվում, որ վերցնելով ինքնական պարտավորվածություն, որ ինքը թափանցիկ է, ինքը ցույց է տալու, որ ոչ մի բան չի անում, բայց այդ ամեն ինչը չաշխատեց եւ իրա վրա հարձակվեցին եւ ժողովրդի պայմանով պահանջով եւ Մելի Մեջլիսի վավերացումով Իրանը դուրս եկավ այդ միջուկային համաձայնության շրջանակներից։ Այլևս ոչ մի երկիր, ոչ մի մագատե, ոչ մի Իսրայել, ոչ մի Ամերիկայի Միացյալ Նահանգներ չի կարող ուղղակի ասի դու պարտավորվածություն ես վերցրել նկատմամբ եւ դու պետքա կատարես։ Մաքսիմում ինչ անեն, ասեն
մենք էլի կրմբակոծենք քեզ, եթե դու որոշես ինչ որ փոխարկումներ անես։ Դա էլի ցույց կտա, որ հերթական անգամ Ամերիկան եւ Իսրայելը խախտելու են ՄԱԿ-ի կանոնադրությունը իմջելով ՄԱԿ-ը այսօր արթնացել է 12-րդ օրը 12-րդ օրը ՄԱԿ-ը արթնացել է եւ հայտարարել է, որ դա ՄԱԿ-ի կանոնադրության խախտում է։ Այս հարվածները, որ չկոտրեցին Իրանին, ակնհայտորեն ուժեղացրեցին եւ Թրամփը հասկացավ, որ խփել անիմաստ է, պատերազմել առավել եւս անիմաստ է եւ Իրանի համար իր իշխանությունը, ներողություն, Իսրայելի համար իր իշխանությունը կասկածի տակ դնել, կարծես թե այդքան էլ հեռանկարային չի։ Հիմա ինքը պետքա սկսի արդեն բացատրություն տալ իսրայելական կողմից, թե ինչու ինքը հայտարարեց պատերազմը ավարտած, որովհետև ես վստահ եմ, որ Իսրայելի համար այս պատերազմը ավարտած չի, որովհետև ինքը իր դրած նպատակների չի հասել։ Իսկ ինչն է իր նպատակները։ Այստեղ այս 12 օրը այնքան բան բացահայտեց գոնե առնվազն ինձ համար եւ այս 12 օրը ինչքան շրջադարձային էր իմ վերաբերմունքի եւ պատկերացումների եւ գնահատականների մեջ, սա ես կասեի խոշորագույն, ես չգիտեմ ինչի հետ նույնիսկ համեմատեմ, հա, ասենք sense եզակացություններ բաներ կարելի է ունենալ, ասենք 44 օրյա պատերազմից հետո Արցախը դատարկելուց հետո այս կարգի ինքը բեկումնային շրջաներ է 12 օրը։ Ինչ պարզվեց այս 12 օրվա մեջ Իսրայելի պահով, մենք ընթացքում անպայման խոսել ենք։ Ես ինչու եմ ասում իրենց նպատակը մնաց չիրականացված, որովհետև մեծագույն հաշվով սա իրենց նպատակն է։ Լսենք ինչ են ասում իրենց նպատակների մասին, հա, սա IDF-ի նախկին ղեկավարներից մեկն է, այդ բանակի, տեսեք ինքը ինչպես է բացատրում իրենց նպատակը։ To the Great Desert, which is Saudi Arabia, and then from the Mediterranean to the actually, our borders will extend from Lebanon to the Great Desert, which is Մասը խոսում է իր սահմանների մասին, որ պետք է երկարի ուր Լիբանանից մինչև մեծանապատներ, մինչև Իրաք, Saudi Arabia, Saudi Arabia, մինչև Թուրքիա, մի մասով էլ Թուրքիա, մտնում է Թուրքիա, and then from the Mediterranean to the Euphrates. Ես մյուս կողմով միջերկրական ծովով and բարակներով նույնիսկ Եգիպտոս։ Who's on the other side of the Euphrates? The Kurds. And the Kurds Ես մյուս կողմը ասում քուրդերն են Սաուդյան Արաբիան are our կողմը։ friends. Իրակացքով քուրդերն իրենց So we have the ընկերներն են։ Mediterranean behind us, the Kurds in front of us, Lebanon, which really needs the umbrella of protection of Israel. Լիբանանը, որ ասում անշուշտ կարիք ունի Իսրայելի հովանոցի եւ պաշտպանության, and իդեպ այսօր երբ որ Իրանը ռմբակոծում է ամերիկյան ռազմաբազաները, Իսրայելը ռմբակոծում է Լիբանանը։ Իսրայելը չի դադարել այսօր ռմբակոծել։ Ոչ թե այս անգամ ռմբակոծում է Իրանը, այլ Լիբանանը։ And then we're going to take, I believe we're going to take Mecca, Medina, and Mount Sinai and purify those places. Ասում ենք Մեդինան ենք վերցնելու եւ Mountain Սիոնները եւ մաքրելու ենք տարածքները, սա շատ կարեւոր բառ է։ Ինքը մաքրելու է տարածքները։ You know, it's gonna happen. Եվ դա լինելու է։ Our borders. Եվ դա լինելու է։ Իրենք հայտարարել են, իրենք գծել են քարտեզը։ Սա Թուրան երկրորդն է, եթե թուրքական աշխարհը իր Թուրանն ունի, Իսրայելն իր պատկերացումներն ունի, թե իր սահմանները որտեղ են ավարտվում։ Եվ նա հայտարարում է, որ դա լինելու է, եւ ասեմ ավելին, աշխարհի գերտերությունների փաստացի ղեկավարները աշխատում են այս ծրագիրը իրականացնելու համար։ Որի մասին մենք ընթացքում անպայման կխոսենք։ Ու այս ամեն ինչի ֆոնի վրա ուղիղ այս սահմաններին կպած Հայաստանի ղեկավարը Կճիչ Ներսիսյանին հորդորում է րոպե առաջ հեռանալ վեհարանից։ Այս ամեն ինչի ֆոնի վրա
ուրեմն տեսեք, Կատար, Լիբանան, Արաբական Էմիրությունները, բոլոր տեղերում ռմբակոծում է, ինքնաթիռներ չեն թռնում, պատկերացեք, Հայաստան եկող ինքնաթիռ, ուրեմն Ռուսաստանի վրայով չի կարող գալ, Ուկրաինայի վրայով չի կարող գալ, որ Ուկրաինայի մտնում, սեպտոր չի կարող գալ, տակից էր, չէ, ասենք, Կատարից էր գալի ռեյսները, Էմիրատներից էր գալի ռեյսները, այդ կողմից էլ չի կարող գալ, այսինքն, բանը, ցամաքային սահմանել չունի, ոչ միտեղ բլոկադա չկա գնալու, եւ այս երկրի վարչապետ կոչվածը Կճիշ Ներսիսյանին հավելում ենք րոպե առաջ հեռանալ Մեհարանից։ Ես այս տականքի նկատմամբ ոչ մի վերաբերմունք չունեմ, այսինքն ինչ վերաբերմունք պետք է ունենամ, ասենք Թայլանդի նկատմամբ, հասկանում եք, չէ՞ որ իմ վերաբերմունքը շատ նեյտրալ է ու մի բառ ունի դրան, էլի։ Այ բայց ես վերաբերմունք ունեմ սրան օգնողների, սրան աջակցողների, սրան հանդուրժողների նկատմամբ։ Իրանք ինձ ավելի մեծ թիրախ են, իրանք ավելի մեծ վտանգ են, քան այս տականքը ինքը իր ներկայությամբ, որովհետև ինքը միայնակ առանց այդ ոհմակի, այդ ստորացինների օգնությամբ ինքը ոչ մեկ է։ Ինքը ոչ մեկ է, ինքը հիմա էլ է ոչ մեկ, բայց եթե նույնիսկ մի բան էլ կարողանում է փորձի մի բան անի, դա անում է հենց այդ կենդանիների օգնությամբ։ Ընդորում այդ կենդանիների մեջ է մտնում նաև բոլոր նրանք, ովքեր գտնվում են իբր թե ընդդիմության կարգավիճակի տակ խորհրդարանում եւ այլ ֆորմատներով աջակցում են այդ ուժերին։ Այսինքն բոլորը իրար հետ աջակցում են Փաշինյան Նիկոլին այստեղ մնալու այս ծրագրերում, այս պոստում մնալու համար։ Մենք սրա մասին ենք խոսալու, բայց գնանք առաջ տեսնենք աշխարհը ինչպես ներկայացավ այս 12 օրվա մեջ, որտեղ մեր համար շատ կարևոր է։ Ինչ է, որ Հայաստանի նկատմամբ ագրեսիայի դեպքում որքանով են աշխատում միջազգային օրենքները, որ երկրներն ունեն բարերական դիմագիծ, որ երկրներն ունեն ուղղակի ստոր պահվածք, սա շատ կարևոր է, մենք երեք խոսեցինք չէ Ուկրաինայի մասին, մենք երեք խոսեցինք Ուկրաինայի մասին, որ Իրանի նկատմամբ իրականում նույնը ինչ որ Ուկրաինայի նկատմամբ եւ ուկրաինացիները ոչ թե ուրախ էին, տեսեք, հայերս մենք որ պարտվեցինք, մեզ պարտադրեցին պարտությունը Արցախում, ուկրաինացիները ուրախ էին, բայց օֆիցիալ ձևով, սենց ճոխ, ողջունել, ես չեմ հիշում նման բան, բայց որ դրանք ցնծում էին, Արցախը դատարկելու համար էին ցնծում, Արցախի պատերազմի համար էին ցնծում, ես առանձնացնում էի հետևյալ հանգամանքը, քանի որ Հայաստանը մշտապես դեմ է քվեարկել, Ղրիմի հարց կա եւ այլն եւ արցախցիները հույս ունեին, որ Ղրիմը Ռուսաստան գորալով այդ օրինակով Ռուսաստանն են իրենց ապրկելու, պարզապես դա մեծ բլեֆ, մեծագույն խապկանք, սուտ, մի խոսքով, պատկերացնում էի սենց, սա հակահարված չի, հայելային պատասխանը։ Իրանի պարագայում, Իրանի նկատմամբ հարձակում էր նրա նկատմամբ, ով լավ տրամադրված չէր Ուկրաինային եւ օգնում էր, ոչ թե հարձակվել էր, այլ օգնում էր Ռուսաստանին, բայց միևնույնն է, նույն բանն էր իրականում Իրանի վրա, ինչ որ իր վրա, եւ նա ողջունեց եւ Իսրայելին, եւ Թրամփին, սա շատ կարևոր ցուցիչ էր, մենք երեք դրա մասին խոսացել ենք, որ իրանք ասեցին մի բան, որ իրանց համար կարևոր չի միջազգային օրենքներն աշխատում են թե չէ, այլ կարևորն է նա, որ վատ է նա, որ իրանք երբեմն չեն աշխատում իրենց նկատմամբ։ Եվ այսպես Սաուդյան Արաբիան ինչպես է դրսևորում այս պարագայում, նա ուղիղ մերձեց, որ Palestinian territory, including its settlement. Mr. President, distinguished members of the court, less than a year ago, the court held that Israel's policies and practices in the occupied Palestinian territory, including its settlement practice, its continuing occupation, and its annexation of parts of that territory are flagrant violations. Խոսքով սումա որ դեռ մեկ տարի առաջ էր ապացուցվեց եւ միջազգային դատարանը որոշում կայացրեց, որ Իսրայելը օկուպացիայով զբաղված ցեղասպանություն Պալեստինի տարածքում, խոսքով գնահատականները of international law that must be brought to an end as a matter of urgency. Եվ խոսում միջազգային իրավունքների մասին, որ նա պետք է աշխատեն, Սաուդյան Արաբիան ասում.
The court's ruling marked a clear path for Israel to follow in finally bringing itself into international legality. Sadly, but predictably, Israel chose to ignore the court's ruling, showing that it considered itself above the law. Եվ ասում է այդ օրենքները, որ որոշումները որ կար, պետք է բերեին Իսրայելին միջազգային օրենքների դաշտ, բայց նա ցավոք եւ կանխատեսել էր, որ Իսրայելը արհամարեց եւ ցույց տվեց, որ ինքը կանգնած է օրենքից բարձր։ Այսինքն ինչ ենք արձանագրում, որ նույնիսկ Սաուդյան Արաբիայի նման երկրի համար հասկանալի է, որ եթե ինքը ուզում է իր նավթը ստաբիլ վաճառի, իր երկիրը ունենա տնտեսական զարգացում եւ ամեն ինչ, ինքն էլ ինչ որ ձևով պետքա միջազգային, ասենք ինչ եմ ասում, միջազգային օրենքների շրջանակներում լինեն բոլորը հավասար։ Ես չեմ խոսում իրանց ներքին կարգուկանոնի մասին, ես չեմ խոսում իրանց ներքին դեմոկրատիայի մասին, որովհետեւ տրադիցիոն էս երկրները ուրիշ պատկերացում ունեն։ Իրանց պատկերացում ունեն, իրենց շարիաթի օրենքներով են ապրում իրենց երկրներում։ Բայց հասկանում են, որ երկրում, երբ որ աշխարհում չի աշխատում միջազգային օրենքները, Իսրայելի նման մեկը, տեսեք, բարը Սաուդյան Արաբիայի վրա է հարձակվելու, իրեն կա չէ քարտեզի վրա։ Դա նման եմ ասում, այսօրվա հայտարարությունը Թրամփի միակողմանի հայտարարություն է։ Միակողմանի, վաղ իրեն կարող է պատժեն, ինքը մեկ է նորից այլ բան ասի։ Մենք համոզվել ենք երևի տասնյակ անգամներ, որ էական չի Թրամփը ինչ է ասում։ Ես որ տեսնում եմ մարդիկ որքան են ոգևորված Թրամփի հայտարարությունը, Թրամփը ասեց, ես մտածում եմ լավ էլի։ Թրամփը օրը մեկ մի բան ասում։ Թրամփը բանակցությունների ժամանակ Իսրայելը խփեց։ Խփելուց հետո ինքն ասեց, ես չեմ հարձակվի, ինձ 2 շաբաթ մտածել է պետք։ Մյուս օր ինքը խփեց։ Ոնց կարելի է Թրամփի նման, ոնց Նիկոլին մարդ հավատա։ Ոնց էլի։ Ոնց կարող ինքն իրան հարգող մարդը Նիկոլին կամ Թրամփին հավատա։ Այսինքն էլ ինչ է պետք հասկանալ համար, որ այդ կարգի մարդ չի կարող նախ ճիշտ խոսալ երկրորդն խոսելուց հետո էլ պատասխանատվություն կդի իր ասացի համար։ Կասեն քանի անգամ է պետք համոզվել, որ դա չի լինել, դա լող բան չի։ Այս 12-րդ պատերազմը նաև դա ցույց տվեց, որ շատ մարդ կա չի հասկանում տարական բաներ կամ չի ուզում հասկանա, որ չի կարելի նման մարդու հետ գործ ունենալ Թրամփի կամ Նիկոլի, որ նույնն են։ Նման մարդու խոսքին հավատալ, նման մարդու խոսքին հենվել, նման մարդուն աջակցել, նման մարդուն էլ լուրջ ընդունել։ Այս 12-ը նաև դա կարող է ցույց տալ, բայց փաստորեն ոչ բոլորին է դա ցույց տվել։ Գնահատականիչ։ Ես այս հայտարարության մասին էի ասում, որ ՄԱԿ-ը մեղադրել է Իսրայելի միջազգային մարդասիրական իրավունքները խախտելու մեջ, տեսնենք ինչ է ասում ավելի մանրամասն։ Իսրայելի կառավարությունը պնդում է, որ թիրախավորում է ռազմական օբյեկտները, այնուամենայնիվ որոշ հարձակումներ, այդ թվում Իրանի պետական հեռարձակման գործակալության գլխավոր գրասենյակի վրա հարվածը, որի հետևանքով ըստ որոշ տեղեկությունների զոհվել է 3 մարդ, եւ գիտականների նպատակային սպանությունը ակնհայտորեն խախտել է միջազգային մարդասիրական իրավունքների սկզբունքը նշված է փաստաթղթում։ Այստեղ ոչ մի խոսք չկա, որ նույն բանն արել է Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ առավել եւս ոչ մի խոսք չկա պատասխանատվության մասին։ Այսինքն ինքը բանա արձանագրում է, որ խախտվել է։ Ոչ մի խոսք պատասխանատվության մասին, ինչի է սա մեր համար կարևոր։ Պատկերացեք հայլային մեր վրա այդ վիճակը։ Ադրբեջանի կամ Թուրքիայի կողմից մտնում են ինքնաթիռները, անարգել կամ դրոնները, ռմբակոծում են ամբողջ տարածքը, հեռուստաաշտարակով, ինչ որ կա, ու հեռանում են։ Չեն գրավում, ասենք Հայաստանում։ Ռմբակոծում են, սպանում են, ավիրում են ու հեռանում են։ ՄԱԿ-ը 12 օր հետո երկար քնի մեջ մնալուց հետո, հասկանալով, որ ինքը որպես կառույց արդեն դառնում է բուտաֆորիա, եթե չխոսի, ասում է կներեք, տղեկ, դուք խախտել եք ՄԱԿ-ի կանոնադրությունը։ Եվ նրանք ասում են, հա, այդպես բան կա, հա։ Կամ մի հատ ներողություն կասեն, կամ էլ էլ չեն ասի, կանցնի կգնա։ Պատկերացնում եք ինչու է մեզ այսքան կարևորում միջազգային օրենքը եւ ինչու է իմ աչքի գրողը ցանկացած անձ, երկիր,
նույնիսկ եթե ես իրեն համակրել եմ նախկինում, որը անցնում է տրորում է այս միջազգային օրենքները, որովհետև միջազգային օրենքները միակ գործիքն է, միակ ցավոք այսօրվա վիճակով, որը պահպանում է իմ ազգին պետականության տարածքային այսքան գոնե մասային ինչ որ մնացել է տակ։ Չեմ ասում ամբողջականություն, որտեղ իմ երկրի տարածքային ամբողջականությունը խախտված է դեռ 20 թվականից, 2020 թվականից։ Հա։ Եթե մենք մի այսքան տեղ ունենք բռնելը, դա միջազգային օրենքներն են։ Եթե ամեն մի երկիր իր հերթին մտնի ոտատակ տա, տարորի ու ՄԱԿ-ը նույնիսկ վախենա Ամերիկայի Միացյալ Նահանգների անունը տա, երկրորդը դատապարտելուց հետո չխոսի հետևանքների մասին, այսինքն ինչ է ստացվում, որ Իսրայելը կարող է մտի ցանկացած երկիր, կամ Թուրքիան, կամ Ադրբեջանը, պայթացնի բոլոր քաղաքական ռազմական ղեկավարներին, գիտնականներին, ընտանիքներով, օբյեկտներ, հեռուստատեսություն, ռմբակոծություններ, տերորիզմով, անի դուրս գա, դա ընդհանրապես արձանագրվել է որպես կանոնության խախտում, առանց հետևանքների։ Ես հույս ունեմ, որ վաղը կլսենք նաև հետևանքների մասին, որ ՄԱԿ-ի միջազգային դատարանը վերցրեց այս դատապարտող բանաձևը, օրենքի դաշտում քննեց եւ հասկացավ, որ այս մարդիկ, որոնք իրականացել են, դրանք հասարակ ռազմական հանցագործներ են, դրանք ագրեսիա են իրականացել եւ ասենք սանկցիաները, չգիտեմ, ինչ որ մի բան է, որը պետք է անպայման իրավական հետևանքներ ունենա։ Թե չէ այս լացակումած բանը իրավունքը խախտելու մասին խոսելը եւ սա ոչ մի բան է, մանավանդ այս երկրի համար, ոնց որ Իսրայելն է, որի վարչապետը հանցագործ է ասում միջազգային օրենքների եւ դրա մասին չի խոսում այլևս ՄԱԿ-ը։ ՄԱԿ-ը այստեղ չի խոսում, որ դա իրականացել է արդեն ռազմական հանցագործ ճանաչված, հա, Բենջամին Նետանյահուի կողմից։ Աջուր։ Դա սա մասին է ասում, այսօր մինչ Իրանը խփում էր Ամերիկայի ռազմաբազաների, Իսրայելը ռազմաօդային ուժերը հատվածներ հասել Լիբանանի հարավում գտնվող թիրախներին։ Որ երկիր, որտեղ երբ ուզում մտնում է ու հատվածները հասցնի։ Եվ ինքը խնդիր չունի, հաստատի։ Եվ ասես հիշում եք, որ ես ասում եի, այս ամեն ինչ իրականացում է մեծ երկրների բարձրագույն ղեկավարների աջակցության ներքո։ Լսեք։ I'm a journalist from Declassified UK. We've been trying for months to get answers about the Royal Air Force surveillance flights that you're sending over Gaza. Այս լրագրողն ասում է մենք ամիսներ շարունակ ուզում ենք հասկանանք ինչ գործ ունի թագավորական զինուժը, օդուժը եւ հետախուզական գործողություններ Գազայի տարածքում ինչի անում։ And the intelligence that you're sharing with Israel. Եվ այդ հետախուզական տվյալներին չէ դուք կիսվում դու You got Իսրայելին։ any comment on those that you can give to us? To a public accounts Չի տալ ասում ես գնում եմ ասում եմ բան հանդիպում ունի։ committee hearing, and I don't really have time for this conversation. Thank you. I understand, but this is a matter of the gravest importance. Israel's Prime Minister is wanted by the International Criminal Court for war crimes. Are you going to tell the Public Accounts Committee how much these flights are costing the public? Նշանակում է, որ Իսրայելը ղեկավարը միջազգային դատարանի կողմից ճանաչված է ռազմական հանցագործ։ Եվ դու ասում եք իրենց համար ծառայություններ եք մատուցում եւ կասեք դա ինչ է նշան արժենու հատկությունների համար Բրիտանիայի։ At the bare minimum. Do you have What is concerns that? about sharing intelligence with the Prime Minister of a country that's wanted by the International Criminal Court, Admiral? Դու ասում ես ինչ պատասխանատվություն, որ դու ռազմական տվյալները հետախուզական կիսում մի երկրի ղեկավարի հետ, որը բանը հանցագործ է, ռազմական հանցագործ է։ Is this why you joined the military, sir? Ասում եմ դու դրա համար ես միացել ռազմածովային ուժերին։ Are you a disgrace to your uniform? Ասում դու դիսգրես։ Դու ապականում ես, նվաստացնում ես քո յունիֆորմը, հագուստը։ Do you have trouble sleeping at night, seeing the images Ասում եմ դու ունես խնդրեմ քննելու համար, ասում եմ քննելու ժամանակ էլի, որ այդ իմիջները տեսանները գալիս են Գազայի քո աչքի առաջ։ Ոչ մի պատասխան չկա։ Սա Բրիտանիայի ռազմաօդային ուժերի բանն է, ադմիրալը։ Ասում եմ ինչ եք թռնում Գազայի վրա, ինչ եք բանը տեղեկություններ տալի, ասենք ինչ չունի Իսրայելը, որ դուք եք ծառայում Իսրայելի համար։
մանավանդ մի երկրի, որը ռազմական հանցագործ է։ Is coming out from Gaza. We're here with Britain's most senior military official. He's on his way to Parliament, but he won't answer questions from the press about why the Royal Air Force has sent over 500 surveillance flights over Gaza. Եվ ասում ես հարց եմ տալի ասում բրիտանական ռազմաօդային ուժերի խոսքով։ Ղեկավարին, որին հարցրել եմ 500 ավել թռիչք հետախուզական Գազայի վրա, ինչի է իրականացվել։ Ոչ մի ձայն չկա։ Gaza since December 2023. 23 թվականի դեկտեմբերից։ He won't tell us how much those cost, even though he's going to a public accounts committee to talk about the defence budget. And he won't tell us why he keeps sharing intelligence with Israel, a country that's being investigated for genocide. Վերջերս հաշվին եք, ում փողերով եք դա մեր փողերն է, հա, դուք մասնակից եք պաստորեն ցեղասպանության մեջ, որ ցեղասպանությունը դեռ իրականացվում է։ A country whose prime minister is wanted for war crimes, including Իսկ երկրի կողմից որի նա պրեմիեր մինիստրը պահանջված է, փնտրվում է դատարանի կողմից որպես ռազմական the հանցագործ, crime of starvation by the International Criminal Court. որը դատապարտել է մարդկանց մահվան, And we are սովամահին։ being pushed away from him by armed police who are escorting him into Parliament. Why won't you Մեկ էլ ասում ես ոնց հրում են մարդիկ, որոնք answer ուղեկցում these են։ basic questions about what the Royal Air Force is doing over Gaza and the intelligence it's sharing with Israel? Մի խոսքով։ Բրիտանիայում մեծ այս խնդիրը կա եւ լրագրողները խոսում են սրա մասին։ Սա շատ կարևոր բան է, ինչ տվեց այս 12 օրը, 12 օրվա պատերազմը։ Բացահայտումներ, գուցե մարդիկ այն գիտեին, բայց հիմա վստահ եմ ավելի լայն մասաներ են ծանոթանում այս մանրամասներին, որ իրենց երկրի ղեկավարները փաստացի իրենց հաշվին իրականացնում են այն, ինչ որ պետք է Իսրայելին։ Սանայ clear to the it has become very clear to the world that we are the chosen people. Ասում եմ հիմա արդեն շատ པարզ է աշխարհի համար, որ մենք ընտրյալ ժողովուրդ ենք։ You have to be blind and deaf and dumb to not see it. That Ասում եմ դու պետք է լինես դեբիլ, կույր եւ խուլ, որ դա չտեսնես։ Որ իրանք ընտրյալ ազգ են։ we are the chosen people is not a secret anymore. Այլևս գաղտնիք չի, իրանք ընտրյալ մարդիկ են։ The world sees it, the world knows it. It Աշխարհը տեսնում է եւ աշխարհը գիտի դրա մասին։ Իրանք ընտրյալ ազգ են, եթե դու դա չես ուզում, չես ընդունում, չես տեսնում, ուրեմն դու կույր, խուլ եւ մասամբ դեբիլ ես, որ դա չես տեսնում։ Սիրելիներս, ինչ տվեց 12 օրը, այս 12 օրյա պատերազմը, շատ մարդկանց սա տեսնելու ունակություն ոչ թե պատմությունների վրա մակարդակի վրա, այս կողմից են կողմից լսված, այլ սա իրաց խոսքերն է, որ ես ոչինչ չեմ ասում, ընդհանրապես անգլերենից թարգմանում եմ ձեզ այն ինչ որ կա։ Սա լսենք։ This is not your homeland. It's the Jewish homeland. Այս Իսրայելի աղջիկա խոսում, ասում է, էսի արաբների բանը չի, տունը չի, տեղը չի, հողը չի, սա հրեաների And հողն է։ like one day it's all going to be ours. And the Arabs know that. Եվ ասում մի օր բոլոր արաբները պետք է գնաց տեղից։ Եվ իրանք գիտեն դա։ They also have the Bible. So Ասում իրանք էլ գիտեն, ասում իրանք էլ գիտեն դա մասին, իրանք էլ աստվածաշնչ ունեն։ Լրագրողի հարցը։ So your dream is an Israel stretching from the Euphrates to the Nile? So it's not my dream. Ասում փաստորեն քո բանն է, երազանքն է Եփրատից մինչև Նեղոս, հա, Իսրայելը ձգելը։ Ասում դա իմ երազանքը It's չի։ a prophet that we got. Like Ասում դա իմ երազանքը չի, ասում է բանն է, պարգևն է, որ մենք ունենք, ստացել ենք Աբ รา համից։ Գիտեք դուք իրակ Աբ รา համից բան են ստացել։ Պատգամ են ստացել, ամբողջ Նեղոսից մինչև, դա Եփրատ, իրաց է պետք է լինի։ Իրանք բարձ խոսում են, Ջորջ ջան, ես ընդամենը թարգմանում եմ, ոչ from նավի բան։ Abraham. I believe that Abraham is my great great grandfather. So the mission
Աբրամը իրանց պապն է։ Is to expand Israel from what it is today. Ասում է, ուրեմն միսիան ասում է մեծացնելն է Իսրայելը, հա։ So, Ասում է, այո։ To expand into Syria, yeah, into Egypt. Սիրիա, Եգիպտոս, exactly. Are you excited about these plans? I'm very excited. Սա ոգևորված է ծրագրը, հա, ինքն շատ ոգևորված But է։ this entails that you will have to take over countries that already exist. Right. So we're talking Ասում է, նշանակում է, որ դու պետք է գտավես այն երկրները, որոնք արդեն կան։ Ասում է, այո։ about half of Iraq, we're talking about Syria, we're talking about parts of Lebanon, Jordan. Ինքը երկիրներն թվացում որ պետք է գրավի ինքը։ Ասում է, հա։ Egypt. How is that going to happen? There are people living in these countries. Ասում ո՞նց է կլինի, ասում եմ մարդիկ են ապրում։ Ես ուզում եմ ուշադրություն դարձնեք նաև այս աղջկա դեմքի երջանիկ ժպիտի։ Ես ամենագործությամբ եմ ասում, դուք մենակ զգացեք այս շփթը ու հանգստությունը։ Դա պարզ ասում է, հա, այդ Սիրիա, Լիբանան, Եգիպտոս, բան, Հորդանան։ Այ ինչ, դիվերսն է։ What's going to happen to them? It's a great question. Ասում ինչ է լինելու իրանց հետ, ասում է լավ հարց է։ Like, I don't know. Ասում է լավ հարց է, բայց չգիտեմ։ I know it's going to happen. Ես գիտեմ որ դա լինելու է, ես չգիտեմ։ Իրան ասել են որ դա լինելու է, իրան ասել են որ դա դու ուզում ես։ Եվ դա պետք է լինի։ Ինչ չգիտեմ, ուրախ է դրա ման, ինքը excited է, ասում եմ, իրան կաս, քանի 100 միլիոն մարդ զրկելու տնից տեղից պետությունից։ Աբրահամն է իրանց ասել։ Like, once the Turkeys were here and then the British were here and now we're here. So when Israel was established, Yeah. Ասմանես ոսո Թուրքիան է ստեղ, հետո Բրիտանիան է ստեղ, հիմա մենք ենք ստեղ։ over 70 years ago, there were people here, the Palestinians. They had been living here for centuries. How do you feel about the Palestinians as a people? I don't know them. 70 տարի առաջ որ դուք եկաք ստեղ Իսրայելի տարածքում ստե պաղեստինցիներն են ապրում, որոնք ձեզ ընդունեցին գրկաբաց։ Դու ո՞նց ես հիմա իրանք չկան, դու ո՞նց ես վերաբերվում նրանց, ասում ես ես չեմ ճանաչում։ Personally. You don't know Անձամբ չեմ any ճանաչում։ Palestinian No. personally. Personally. So how do you Like- feel about them as a people? Like if he has his pride that this is his homeland, so I don't respect him. Եփել ասում եմ, մեկը մտածում է որ էսի հողն է, ես չեմ հալվում, իսկանում։ Ինք եկել է մտել է ուրիշի տուն, քշել է տնից, ես չեմ հալվում, եթե ինքը մտածում է սա իր հողն է, սա իմ։ Like I won't spit on him and I won't do anything. Yes, just like and my feeling is like this is not your homeland. It's the Jewish homeland. Ասում եմ, չեմ ուզում տեսնելուց իրա թքեմ, չէ, այդպես բան չեմ ուզում։ Ուղղակի իրանք պետք է լինեն, որ սա հрьяաների հողը։ And like one day it's all going to be ours and the Arabs know that. Իրան ամենահետաքրքիրն է, որ արաբները դա մասին գիտեն, մի օր այդ ամեն ինչ իրանցն է լինելու։ Ես դա եմ ասում, տեսնես Թրամփը, որ ասեց պատերազմը վերջ, բան, խաղաղություն, ինքը ում անունից էր ասում։ Ում անունից էր ասում, ինքը գիտեք սա չգիտի, հիմա լսեք դպրոցներում։ Այս 12 օրը էլ ինչ տվեց մեզ բոլորիս։ Սա դպրոցն է, որտեղ երեխեքը պատասխանում են հարցերի։ Ասում եմ, ինչ են սովորացնում դպրոցում։ Ասում եմ, որ սա սուրբ հողը եւ սա մեր տունն է։ בית המקדש. כותל. כן. מי מאמין שבית המקדש ייבנה בשנים הקרובות? Ասում եմ, ովքեր են մտածում, որ մի օր էս ամեն ինչ տեղը տաճարի բանը կառուցվի, բոլորը ձեռք են բարձրացրել։ מה יש שם עכשיו על בית המקדש? Ասում եմ, ինչ է հիմա մեր տաճարի տեղը կանգնած, ասում եմ, մսկիթ։ Դա պետք է քանդվի եւ իրանք իրենց տաճարը սարքեն։ Դպրոցն է սա, ժողովուրդ։ Սենց բան ես գիտեմ, մեկ էլ Ադրբեջանի դպրոցներում է լինում, այս կարգի։ אז מה יקרה? Համջելուս Ռուսաստանում էլ անում։ Ասում եմ, եւ մսկիթի հետ ինչ է լինելու։ Պայթի, վերանա, փլվի, դա պետք է լինի մսկիթի։ אם מכם פגש בשנה האחרונה ילד ערבי Ասում եմ, հանդիպել արաբերը խիգի, պես վերջերս, ձեռ են բարձրացնում։
Կողք կողքի ապրում են, չէ՞ ոնց արաբները ոնց կարող չհանդիպեն։ דיברת איתו? לא, הוא דחף אותי, אבל לא עלה. ומה קורה? Ասում եք խոսացել եք, ասում եք չեմ եկի իրան հրել անցել ենք ինքն։ Ասում եք ինչ է լինում, երբ որ դուք հանդիպում եք արաբերը, ինչ է լինում։ כשאתם רואים ילד ערבי, מה אתם מרגישים? רגשות זעם. Իրանք պատասխանում են միասին։ Բան, զլոստ։ Ես չարություն ոնց որ ես զգում եմ ուզում եմ սպանեմ իրան։ Երեխեքն են։ זעם? מה קורה כשאתם פוגשים ילד חילוני? Իսկ ասում ինչ կզգաս, եթե դու տեսնես ոչ կոլոնակ ոչ հրյա է։ Ասում եք խղճում եք իրաց, որտեղ իրանք չեն հավատում։ כמה פעמים אחרי מהלך שלום אנחנו יודעים מה הוא מפסיד? הוא לא הולך לדבר. כשגם חושבים Որտեղ նա גնում է սխալ ուղղությամբ։ Ասում ինչպեսին եք դու տեսնում Երուսաղեմ על տասալի։ ירושלים בעוד 10 שנים. כולם חרדים? Որ բոլորը լինել են կոլոնավոր, לא כולם חרדים, ערבים חלק כולם יהודים, יש גם ערבים שהם עובדים. Ասում արաբներ կլինեն, բայց նրանք պետք է լինեն ստրուկի կարգավիճակով։ Ժողովուրդ, այս էլ է 12 օրվա մանեսը, ես երբեք չեմ մտել այդ տարածք, երբեք չեմ նայել ինչա, ես եղել եմ այնտեղ, ես անձամբ չեմ մտել դպրոցներում, ես հասարակությունները չեմ արել, այն ինչ որ ես այս ընթացքում տեսնում եմ, եւ ոչ միայն սա, ես ուզում եմ լսեք այս կնոջը, որը ներկայացվել է Նոբելյան մրցանակի որպես խաղաղության համար Նոբելյան մրցանակիա ներկայացվել, լսեք։ Arabs will not stay in the Gaza Strip. Who will stay? Jews. Արաբները չպիտի մնան Գազայում, ով պիտի մնա։ Հրյաները։ Այս կինը ներկայացվել է Նոբելյան մրցանակին։ Africa is big. Canada is big. The world will absorb the people of Gaza. Աֆրիկան մեծ է, Կանադան մեծ է, ասում է, աշխարհը կլանի արաբներին։ Ինչ անենք 2 միլիոն, ինչ ա որ։ Մեծ է, Աֆրիկա թողնան, Կանադա թողնան, աշխարհը բանը կլանի իրան։ How we do it? We encourage it. If they do Ասում է, ինչ պետք է անենք մենք պետք է ողջունենք դա։ Արագացնենք այդ process-ը։ No, they won't. if they don't Arabs want Ասում է, եթե նրանք չեն ուզում, չէ, նրանք ուզում են։ Ասում է, եթե նրանք չեն ուզում, չէ, նրանք ուզում են։ to go. if they don't want to They go want to go. if because they don't what happens? The normal people don't want to live in hell. Որովհետև ասում են նորմալ մարդիկ չեն ուզում ապրեն դժոխքում։ Ուզում են իրան գնան, որովհետև եթե չգնան, տարածքը կդառնա իրանց համար դժոխքում։ Ես նայած եմ ասում, հրաներես կնոջը ներկայացնել են խաղաղության համար Նոբելյան մրցանակի։ Սա բան չի, կոնսպիրացիոն միջոցառում չի, սա սուտ չի, սա հորինված չի։ Ես նման բանը պատմություններ լսել եմ, երբեք ականջս չեմ կախել այդ թեորիա զագվռավես կոնսպիրացիոն ծրագրերի մեջ։ Երբեք ես դրա մեջ չեմ եղել, դա ժամանակներ չեմ ունեցել։ Բայց քանի որ մենք հիմա գտնում ենք այդ իրավիճակում, ես ուզում եմ իմանալ մենք որտեղ ենք, մեր մասին ինչ են մտածում։ Եթե ասում են արաբները պետք է գնան, թքած այդ 2 միլիոնի վրա, աշխարհը մեծ աթո գնան, եթե չգնան, դժոխք կդառնա իրանց կյանք, ասում իրանք չեն ուզում դժոխքում ապրեն, հա։ Սա մեր մասին ինչ են ոչ։ What you're talking about sounds like a plan for ethnic cleansing. You can call it ethnic cleansing, you call it the refugees, whatever you want. Ասում ինչ որ դուք խոսում եք, հնչում է որպես էթնիկական զտում։ Ասում դու ուզում ես կարաս իրեն կոչես էթնիկ cleansing, էթնիկական զտում, փախստականներ, ինչ ուզում ես ասա։ Այս մարդուն հրյաները ներկայացել են խաղաղության Նոբելյան մրցանակի։ Մեկը կասկածում է, որ ինքս կստանա։ Ես չեմ կասկածում։ Ես ասեմ ավելին, այսօր ստատիստիկա էի նայում, հրյաները աշխարհի բնակչության 0.2%-ն են։ Նոբելյան մրցանակակիների 22%-ն են։ Սա իստեմա հաջողն է։ Arabs will not stay in the Gaza Strip. Who will stay? Վերջ, արաբները չեն մնալու ընդեղ, վերջ, իրանք որոշել են։ Մեկը ժամանակ ունենա, հնարավորություն ունենա հարցներ
Մենք որտեղ լինելու։ Մենք չգիտեմ, բայց ուկրաինացիներն իրանք արդեն որոշել են ոնց որ թե ինչ պետք է անեն։ Սա ումն նայեք։ Ուկրաինայի տարածքում է։ Հանում են Ուկրաինայի դրոշը։ Դա Ուկրաինայինն է։ Կանչը։ Իսկ սա Նյու Յորքի քաղաքապետի տեխնացուներն են։ Ինչերից ովքեր Նյու Յորքում են ապրում, սա պետք է իմանան։ Լսեք, 3 տեխնացու ով ինչ է անելու հենց ինքը դառավ քաղաքապետ։ Լսեք, երկուսը հրեա են եւ վերջի խոսացողը հրեա չի։ Ուգանդայից սա ինչ է, մի խոսքով հրեա չի։ Բայց ծնվել է Ամերիկայում։ All eyes on New York City. The first foreign visit by a mayor of New York is always considered significant. Where would you go first? I would go to Israel. Yeah, I'd make my 4th trip to Israel. I would stay in New York City. My plans are to address New Yorkers across the 5 boroughs and focus on that. Առաջի երկուսը պատասխան են, հենց ընտրվեմ Նյու Յորքի քաղաքապետ, գնալու եմ Իսրայել։ Երկրորդը հենց ես գնալու եմ Իսրայել։ Մյուսն ասում է հենց ընտրվեմ գնալու եմ Նյու Յորքում, ասում է, «Բա 5 կղզիներում, 5 մասերում»։ Նյու Յորքը ունի 5 մասեր։ Manhattan, Brooklyn, Bronx, Queens ու Staten Island, որտեղ ես եմ։ Ասում եմ, ես մնալու եմ գործը տելա, ինչ Իսրայել։ Նյու Յորքի քաղաքապետը ընտրվում առաջին վիզիտը պետք Իսրայել։ Նյու Յորքի քաղաքապետի ընտրությունն է հենց վաղը սկսում է Նյու Յորքի քաղաքապետի ընտրությունները։ Այս տակինը ամերիկացիները զարմացած են։ This mayor race reflects the exact arguments of all the races across the country right now. Who do American politicians work for? A foreign country or their own local population? It's Եվ ասում եմ, սա բոլոր տեղը դա հիմա հարց է ծագում բոլորի մոտ։ Ում են ծառայում ու մամալ են աշխատում Ամերիկայի Միացյալ Նահանգների ղեկավարները։ Ամերիկայի Միացյալ Նահանգների թե ուրիշ երկրի համար։ 12 օրը ինչ ցույց տվեց, սա նա է։ Actually the same pitch as the Iraq War. Weapons of mass destruction. Oh, I know. You have to get it. So they understand one thing. They think the playbook works. This is why we have to stop it now. If we don't stop it now, it's going to work all the time. They think that playbook of lulling the American people to sleep and telling them there's these evil people that have to be taken down, and if they're taken down, everything's going to be fine after that. And նույն ասում է նույն բանն ասում իրաց թվում է այս պատերազմները Իրաքի դեմ նախաձեռնված ընդ որը էլի բերեց Նետանյահուն, ասեց եթե մենք չվերացնենք Սադամ Հուսեյնին, իրանք ատոմային ունեն։ Հա, Իսրայելը վտանգված է։ Հետո պարզվեց չկան դա ատոմային ռոք։ Ասում է սրանք ունեն մի հատ տեքստ, ու իրանց թվում է տեքստը միշտ աշխատելու է։ Շուտ գնանք վերացնենք քանդենք այդ երկիրը, քանի չի ստեղծել ատոմային ռումբ, որտեղ Իսրայելի համար դա վտանգավոր է։ Իրանի պարագայում մի քիչ չստացվեց, այն ավազն է, որ իրանց թվում է արդեն իրանց ձեռքն է պետք է ուտեն, մեկ ասած ավազան գնում ատամի տակ ու կոտրում է ատամը։ Այս Իրանի հետ է։ Ես ինչու զգուշացել եմ, որ Իրանը ոչ Սիրիա, ոչ Իրաք, ոչ մեկ, այդ ոչ մի երկիր Իրանին չես համատի։ Ու Իրան ունես վերաբերվել, ունես փորձել ոնց որ մնացած երկրները չի ստացվել։ Հիմա բոլորը նույն բանն են ասում, որ սրանք ցել են ձևը, խափում են ժողովրդի, մանիպուլացնելով, հարձակվում են բոլոր երկրների համար, որի մատը կդնի Իսրայելը իրենց վրա։ Եվ վերջապես, ինչ տվեց սա մեզ բոլորիս, այս 12 օրը։ Հարցը այն չի, որ մենք պետք է թշնամանանք, չգիտեմ, հրեաների հետ կամ ինչ-որ բաներ, բոլորի դա մասին չի խոսքը, բայց չիմանալ այս ամեն ինչը չի կարելի ուղղակի։ Շատ լավ հասկանանք, որովհետև Ամերիկայի Միացյալ Նահանգներում ապրող մարդիկ մանավանդ, որ իրեն գոնե ընտրությունները կարող են ինչ-որ բաների վրա ազդել, հասկանան, որ իրենց գործողություններից կախված է մնացածի ճակատագիրը, ոչ թե երկրի հետ, այլև ամբողջ աշխարհի ճակատագիրը։ Ու դա այլևս ոչ մեկի համար գաղտնիք չի։ Ես ընդհանրապես չեմ ուզում ամբողջ հաղորդումը նվիրեմ ես դրա, թե չէ հազարներով ապացույցներ այսօր ես նայել եմ ամբողջը, ես ապշել եմ ուղղակի այս լկտիության, այս ցինիզմի աստիճանի վրա, որ իրանք պարզ խոսում են, պարզ
նայում են աչքերիդ ու ասում են, «Պարզ, դուք մեզ եք ծառայում, մեր ասածով պիտի լինի»։ Այս Սալիվանին հիշում եք։ Սալիվանը բանը կալերի գծով խորհրդականներ Թրամփի կարծեմ։ Մի խոսքով խոշոր պաշտոնյա վերել էր ու ջնջեց մի անգամից, որ 1000 արաբի կյանք մի հրեայի կյանք չարժի։ Հրեայի կյանքը կարևոր է։ Պատկերացնում եք, ասենք այդ կալիբրի մարդիկ են իրենց սոցիալական էջերում նման բան գրում, հետո հասկանում են, որ կարող է մի քիչ այստեղ բան են արել, չափած անցել են սահմանները, ջնջում են, բայց մարդկանց ձեռքերը սկրինշոթները կա։ Հիմա մենք որտեղ ենք։ Ինչ են պլանավորել մեր մասով։ Ես կարող եմ ուղղակի մենակ գուշակել, որ մենք այդ ծրագրերում ուղղակի չենք դիտարկվում որպես շահագրգիռ կողմ, որովհետև կա մյուս կողմը, որ Ադրբեջանն է, որը շատ լավ հարաբերություններ մեջ է Իսրայելի հետ, որի համար ինքը դարձել է ոտատակի շոր Իրանի դեմ եւ հույս ունի, որ հենց դրա արդյունքում էլ ինքը որպես պետականություն ու պետություն մնալու է, բայց մի բան հաշվի չի առել, որ Իսրայելը հավերժ չի եւ Իրանը Իրաք չի։ Իսկ ինչպես կարելի է լուծել Ադրբեջանի հարցը, ես կարծում եմ շատ շուտով այդ հարցի լուծումը լինելու է, որովհետև այս պատերազմը չի ավարտվել, որովհետև Իսրայելը իր խնդիրները չի լուծել, ինքը ուներ, տեսակ չէ սահմանը, ինքը որոշել է Նեղոսից մինչև Եփրատ։ Տեսեք ինչեր է սպասվում տարածաշրջանում, ինչեր է սպասվում, ու մենք ինչ ենք անում այս ընթացքում։ Հիմա նայենք մենք ինչ ենք անում այս ընթացքում։ Այս ընթացքում նաև այս մամենական երկրները հայտարարում են, որ Հայաստանը պարտավոր է նստի Արևմտյան Ադրբեջանի միության հետ բանակցությունների, եւ Հայաստանի ագնահատությունը ներվել է մի քիչ։ Խորապես հիասթափված է Իսլամական համագործակցության կազմակերպության նախարարների վերջին համաժողովի շրջանակներում ընդունված Ստամբուլի հռչակագրում տեղ գտած Ադրբեջանի նախաձեռնությամբ ներկայացված բանաձևերում տեղ գտած խեղաթյուրված ծայրահեղ միակողմանի ձևակերպումների առնչությամբ տվյալ փաստաթղթում արտահայտված շեշտադրումները հակասում են տարածաշրջանի տևական խաղաղության հաստատման, շահերի եւ տրամաբանությանը։ Ուշադրություն ենք հրավիրում անփաստին, որ Ադրբեջանի խոսույթը մարդու իրավունքների քողի ներքո Ադրբեջանի կողմից հստակ տարածքային պահանջ է ինքնիշխան տարածքի նկատմամբ, ինչը փաստվում է անգամ այն նպատակով, որ արհեստականորեն ձևավորված կազմակերպության հիմնադիր փաստաթղթերում օգտակար ենք համարում հիշեցնել, որ Ադրբեջանը Ադրբեջանի արևմտյան շրջաններն են, Ղազախը, Թովուզը, Աֆղանը մի խոսքով, ու Նախիջևանն է խոսում, ու լսեք այստեղ սրանց աննասունությունը ագնի, որ այդ Ադրբեջանն է շեշտում նաև արևմտյան Ադրբեջանի տարածք։ Ինչ վերաբերում է խորհրդային Հայաստանում բնակվող ադրբեջանցիներին, ապա նրանք ԽՍՀՄ գոյության վերջի տարիներին Հայաստանից հեռացել են կամավոր, կարողացել են վաճառել կամ փոխանակել իրենց գույքը կամ ստացել են փոխհատուցում։ Ցավոք նույնը չի եղել հայ ճակատագին Ադրբեջանում, Բաքվում, Սումգայիթում եւ այլ վայրերում, որտեղ տեղ ունեցել հայերի կոտորածների եւ բռնի տեղահանում։ Իսկ նույն օրինակ վերջի դրսևորումը մեր տարածաշրջանում աշխարհն ականատես եղավ 23 թվականի աշնանը, երբ ավելի քան 115,000 հայեր ստիպված եղան լքել Լեռնային Ղարաբաղը, ենթարկվելով էթնիկ զտման։ Հիմա ստեղ եմ ուզում ասեմ արդեն, բավոդ է էթնիկ զտում բառակապակցությունը դուք գիտեք։ Ոնց է ստացվում, որ սա օգտագործում եք միայն ծայրահեղ անհրաժեշտության ժամանակ, երբ որ հասկանում եք, որ Ադրբեջանն արդեն ձեր իշխանությունն է ուզում խլի ձեռքներից, դրա համար էթնիկ զտումը հիմա պետք է բոլոր ատյաններում, ոնց ասեմ, շեփորահարվեր, բոլոր ատյաններում, որ էթնիկ զտումը իրականացել են։ Հենց հասկացաք, որ արդեն ձեր տարածքներն են ուզում ձեր ձեռից խլեն, ձեր տունը, ձեր ամեն ինչը խլելու են։ Չկասկածեք, որ խլել են, որտեղ մի հայտարարություն դուք բան չեք փոխելու։ Ոչ մի հայտարարությունը ոչ մի բան չի փոխում։ Ըստ էթնիկ զտման հիման վրա Ալիևը հիմա պետք է Նետանյահուի կողքին նստած լինել, որպես ռազմական հանցագործ։
Այսինքն դուք գիտեք էթնիկ զտման մասին ու 1.5 տարի ոչ մի բան չեք արել այդ մասով, ոչ մի բան չեք արել աստորեն։ Ավելին հələ դուք դատական հայցեն եք հետ ուզում կանչեք, թե արդեն կանչել եք, չգիտեմ։ Բայց չեմ ասում, ԱԳՆ մենակ Արաբատ Միրզոևն է, մարդ չկա դե ուրիշ։ Թե ասենք դուք ուղղակի թուղթ մոտոտող եք, ոչ մի բան չեք անում այնտեղ, ոչ մի բանի ունակ չեք։ Չէ՞ որ գալու է պատասխանատվության ժամանակը, ընկեր դիվանագետներ, ես հիմա ձեր դիվանագետի լեզվով եմ խոսում, ձեր լեզվով ուզում փոխեմ խոսալ։ Գիտեք չէ՞ հոդված կա պարտականությունը չկատարելու համար։ Դուք փաստորեն աշխատավարձ եք ստանում պետությունից, պետության շահերը չպաշտպանելու համար։ Իսկ չեք մտածել, որ վաղը կարող է աշխատավարձի դիմաց աշխատանքը չկատարելու համար դուք ստիպված լինեք վերադարձնել այն, ինչ որ դուք ստացել եք այս տարիների ընթացքում։ Կամ պաշտոնական դիրքի չարաշահում, այդտեղ հազարում մի բան կա, հա, չկատարում, ոնց է կոչում, իմաստված բան կա այդտեղ։ Որ թերանում ես քո գործի մեջ, հա։ Իրավաբանները կգտնեն ձևակերպումներ։ Չեք մտածում, որ այդպես հետևանքներ կարող ունենա ձեր կյանքի վրա։ Մասնավորապես ես խոսում նրա հետ, ովքեր իրավասու են ինչ-որ մի բան փոխել, դրանք դեսպաններն են, փոխնախարարներ։ Շնորհակալ փոխնախարարներին, որ նայում եմ, ծիծաղս է գալու, դուք ինչ փոխնախարար։ Ում հետ եմ խոսում սկզբունքորեն հիմա ես որ դեմքերի հիշեցի, ես մոռացել եմ, որ ԱԳՆ-ն ինչ է դառել։ Ես իներցիայով բանը լուրջ ընդունեցել ԱԳՆ-ին։ Փաստորեն ես անիմաստ խոսացի։ Դուք ոչ մի բան չեք կարող անել, դուք ով եք, որ ինչ անեք։ Արաբատը ինչ ասել է, այնտեղ պետք է անեք։ Բայց դա պատասխանատվությունից դες չի ազատելու։ But լսենք սա, փաստորեն Գերմանիայում են պարանդում։ The states that matter to bring the pressure to bear on Israel. Germany and the United States supply 99% of the weapons exported to Israel. They could stop this conflict overnight. Գերմանիայում որոշել են, եկել են խոսացել, որ ճնշում գործադրել մերձի վրա եւ բացահայտում են, որ 99%-ը Իսրայելի զենքերի մատակարարվում է Գերմանիայի եւ Ամերիկայի Միացյալ կողմից։ Եվ ասում եմ, իրանք մի գիշերվա մեջ կարող են այս ամենը կանգնացնել, եթե ուղղակի դատարան զենք մատակարարել այդ երկրին։ Տեսեք, ասում ամբողջ աշխարհը մատակարարում է։ Ճիշտ է, Ուկրաինան է պատերազմի մեջ, Ռուսաստանն, բայց Իսրայելին է զենքը մատակարարում նաև, որ ինքը ցեղասպանությունով զբաղվում։ Եվ ես վերջինն է, որ ուզում եմ այդ երկրի մասին խոսեմ։ Այս վերջի տեսանյութն է։ Եվ այսպես։ He is so stupid. Why did he do that? Meg. He is so stupid. Why did he do that? I don't agree to use the military. Breaking news. General Mark just refused. Գեներալ Մարկը հրաժարվել է կատարել Թրամփի հրամանները ժողովրդի նկատմամբ զորք օգտագործելու համար։ Եվ նա ասում է, նա կատարյալ հիմար է ուղղակի, որ մտածում է մենք կարող ենք զորք օգտագործել ժողովրդի դեմ։ Used to carry out Trump's order. Multiple sources confirm Trump personally pressured General Mark to deploy active duty troops into Los Angeles. Ես շատ բաներ ասում են, պնդում են, որ Թրամփը փորձել է ստիպել դա անել։ Ես հիշեցի մի անգամից մեր գեներալներին, որ ոչ մեկ չընդդիմացավ Չիվաղին այս մեծ դավաճանության օրերին։ Ոչ մեկ։ Chicago and other so-called sanctuary cities for sweeping military-style raids. If that order had gone through, America would have witnessed something unprecedented in peacetime. Soldiers stationed at elementary school gates, checking children's IDs, military vehicles surrounding immigrant families' homes in the dead of night, everyday neighborhoods turned into militarized lockdown zones, all because someone doesn't look American enough. Նկարագրում է այն վիճակին, որ մասամբ արդեն բերվել է Ամերիկան եւ ինչ կարող է լինել, եթե ամբողջական սա կարողանալ իրականացնել այն ինչ որ ուզում է։ Այս Նիկոլա։ Տեսեք, մի գեներալ
Ինչքան բանը կարողացա փոխել։ Չի ենթարկվել ուղղակի հրամանի։ Չի ենթարկվել, որովհետև մարդ է, որովհետև իր համազգեստի նկատմամբ հարգանք ունի եւ ծառայում է սահմանադրությանը։ Ոչ թե կոռուպցիոն գործընկեր է, սեղանի բաժականգեր, հա, խաչքավոր, էքսիլմեն չէ՞ դες բաներ։ Եվ արդյունքում էլ ինչ է ստացվում մեր մոտ, այն ինչու ստացվում։ Սա Ֆրանսիայի դեսպանն է Ադրբեջանում։ Հիմա Շուշիում է ինքը ասում է, առաջին անգամ եմ մշակույթի սիմվոլ Շուշիում։ Հիմա ԱԳՆ, եթե դու ամբողջ օրը խոսացած լինեիր էթնիկ զտումների մասին Արցախի, ինքը կհանդգներ գնալ այնտեղ։ Իհարկե չէր հանդգնի։ Հիմա վաղը դու կհանդգնես, մեղադրես Ֆրանսիայի այս բանին, դեսպանին, որ ինքը այսքան ժամանակ ոչ մեկ Ֆրանսիայից չէր գնացել այնտեղ։ Չեն գնացել։ Ռուսաստանից գնում էին, բայց Ֆրանսիայից չեն գնում։ Հիմա կհանդգնեք այս մասին բարձր խոսակ։ Իրա գնալու մեջ ինքը մեղավոր է, բայց ավելի մեղավոր է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը, որ լրությամբ մոռացված է տվել, մոռանալ է տվել, մոռացության է տվել այս էթնիկ զտումների հանցագործությունը ուղղակի։ Ինքը մեղավոր է, նույնիսկ եմ ասում։ Իր մեղավորության մեջ ավելի մեղավոր է Հայաստանը։ Անկախ որևէ մեկի մտքով չանցնի, որ սա եթե Ֆրանսիայից է գնացել, ես ասելիք չունեմ ֆրանսիացիներին, էլի։ Որովհետև էլի ես կարծում եմ, թե այդ տեսակ, ռուսը ճիշտ էր անում, որ ռմբակոծում էր։ Այն որ ասեցի ամոթ բանին, Ուկրաինային, այդ տեսակ, որ ռուսը ճիշտ էր անում, ասենք ռմբակոծում էր Ուկրաինային։ Ոչ ռուսը երբեք ճիշտ չի արել, ոչ մեկին չի կարելի ռմբակոծել, ժողովուրդ։ Եթե ես մեկին չեմ սիրում, դա չի նշանակում, որ ես պետք է ողջունեմ նրան սպանելը։ Հասկանում եք։ Սա մարդկային չի։ Ես կարամ չսիրեմ, ես կարամ իր գործողությունների համար իրան դատապարտեմ, բայց չի նշանակում, որ ես իրան սպանողին պետք է ասեմ լավ արել։ Չէ, մարդասպանությունը հանցագործություն է։ Հիմա կասեք, բա Նիկոլին, ոչ, Նիկոլին պետք է դատել ու սպանել, ով ասես Նիկոլին պետք է խնայել։ Դատել, դու դատանը որոշ իրան էլեկտրական աթոռնա, կախահանա, թե ուղարկում ենք իմ պատկերացումով։ Իմ պատկերացումով իրան պետք չի սպանել, ոչ, իրանք այդ Wi-Fi-ով պետք է ապրեն 5 աստղանի Wi-Fi-ով, iPhone-ներով, վերջի բան, ասես մշտակով թարմացվող, ծրի ծրագրերով, բայց պետք է ապրեն մի հատ կղզում Օչամբալի մեջտեղը սարքած, որ իրանց ապրելու կյանքի ընթացքում տեսնեն միմյանց մուտացվելը։ Սա իմ դատավճիռն է իրենց համար։ Տեսեք ինչ հումանիստ է, ես չասեցի, որ պետք է տնեն քարատեն բան, չէ։ Ինքը պետք է ապրի ու պետք է տեսնեն իրանք իրար բանը, տանջվելը։ Հա, իմ պատկերացումները սա է։ Բայց նույնիսկ ասում եմ, դատարանով։ Հիմա ինչ վերաբերվում է, որ ես եթե ասում եմ ուկրաինացիներին ամոթ իրենց, հա, արդեն ռուսները դառան լավը, ոչ։ Այսօր գիտեք ինչ բաներ հիասթափությունից մոտս ես լսում եմ այսօր Շվեդին։ Ինքը խոսեց Իրանի մասին, որ ու զարմանում է, ասում է Իրանը խոսում է ռազմական հանցագործության մասին, ագրեսիայի մասին, ասում է ծիծաղելի է, ասում է, էլի, որ ինքը օգնում է ռազմական ագրեսորին։ Հա։ Ու ինքը արդարացնում է այդ հարձակումը Իրանի վրա, որովհետև ինքը օգնել է Ռուսաստանին։ Ես որ տեսնեի հնարավորություն ունենայի, շվեցին կարծնեի Յուրի Բալիսիչ կամ պարոն Շվեց, դուք իրոք կարծում եք, որ Իսրայելը հարձակվեց Ամերիկայի հետ Իրանի վրա, որտեղ նա, ասենք, 3 տարի առաջ շախերներ էր մարտակարարել Ռուսաստանին։ Ասեք այո, եւ ես ասեմ համաձայն եմ ձեզ հետ։ Դուք դա իհարկե չեք կարող ասել։ Իհարկե, եթե այն ժամանակ, հա, սանկցիաներ կիրառվեր, թեկուզ ռազմական ուժ, որ նա չկարողանար դրոններ փոխանցել Ռուսաստան, ես կասեի, սա դրա պատասխանն է, որը ճիշտ է։ Բայց այն ժամանակ ոչ մի չարվեց Իրանի նկատմամբ, որովհետև Իսրայելը այդպես պայման չէր դրել, նպատակ չուներ այն ժամանակ։ Հիմա է որոշե։ Հիմա են հարձակվում, ի՞նչ կապ ունի դրոնները այդտեղ։ Եթե տենց էլ մատ կարակ բանը Հյուսիսային Կորեայի վրա հարձակվեք, դա փորձեք էլի։ Չինաստանի վրա հարձակվեք, իրանք են տվել
Ընդ որում իրանք լուրջ հրթիռներ են տվել եւ տեխնոլոգիաներ են տվել։ Ոչ թե ասեն չխմած շախերներ։ Ընդ որում հիմա շախերներն արտադրում է հենց ինքը Ռուսաստանը։ Բա դա ասելու բան է։ Նույնիսկ եմ ասում, այս 12 օրվա բացահայտումների մեջ դուք չեք պատկերացնի ասած հիասթափությունների համաստեղությունը, համաստեղություն։ Մարդ չգիտի արդեն ինչ լսի, ինչ կարդա, այնքան նեղացավ, բայց գուցե դա էլ իր օգուտն ունի։ Ես այնքան կարևոր գրականություն էի թողել, sense կողքի վրա, ես օրվա ասուդարձին հետևելով չի ասում կարդա։ Կարող է վերադառնամ ճիշտ գրականություն կարդալու ամեն դեպքում։ Որովհետև չկա հենց չարիք առանց վալիքի, սա էլ այն է, որ պետք է երևի լիներ, անխուսափելի։ Եվ այսպես մեր Զարուհի Մուրադյանն է գնում եւ ահազանգում է։ Քաղաքի սրտում, տեսեք, կասկադի մոտ, այս ցիստերները տեսնում եք։ Ով կարող է ասել ցիստերների մեջ ինչ է։ Ես ես հիշացնեմ ոնց 4 օդանավակայան բանում Ռուսաստանի խորքում պայթեց մի օրվա մեջ 4 ռազմական օդանավակայաններ ոնց Իրանում պայթեց միանգամից պարտեսեցին ռազմական ղեկավարությունների կարևոր կետեր եւ այլն եւ այլն։ Դուք չկասկածեք, որ Հայաստանում լրտեսների եւ դիվերսանտների թիվը տասնյակ 100 անգամ ավելի շատ է, քան կարող է լինել Ռուսաստանում, քան կարող է լինել Իրանում, որովհետեւ Հայաստանում չլինելու պատճառ չկա։ Չկա ուղղակի։ Ոչ հետախուզություն կա, ոչ հակահետախուզություն կա, ոչ սահման կա, ոչ սահմանապահ կա։ Հայաստանը այն Պրախադնոյ դվոր կա, ռուսերեն, բայց հայերենն է ուզում մտածեի չկտա։ Միջանցիկ բակ։ Ով ուզում գալիս գնում է։ Ու քաղաքի կենտրոնում այս պահեստներն է։ Դուք մոռացաք, որ նույն Ադրբեջանը Արցախը դատարկելուց մեկ օր առաջ sense բան ցիստերներ են ուղարկել որպես օգնություն, հա, որն էլ երբ որ հավաքվեցին այնտեղ բենզին վերցնելու պայթացեց այնց։ Մոռացել եք։ Ուսա քաղաքի կենտրոնում է, դուք հասկանում եք սրա հազարությունը։ Դուք պատկերացնում եք էլ ինչեր կարող է լինի, իսկ մեր պայմաններում, այս մեր ստուգողական, ստուգող, վեցտուգող, կազմակերպությունների կոռումպացված փնթի, քայլային, քայլածին, նիկոլացին, այս կոռուպցիոն սխեմաներով ինչ ասես կարա լինի։ Ոչ վերահսկողություն կա, ոչ տեղ կա, ոչ իրական կա։ Մենք ռումբի վրա ենք ապրում, հրաբուխի, մենք չգիտենք այդ երբ պայթել։ Եսա չեմ ասում, որ մարդիկ գիշերները չքնեն, չնայած որ չքնեն վատ չի լինի։ Կարող սկսեն մի հատ հետաքրքրվել իրենց կողքեր ինչ է կատարվում։ Այսօր պարզ դարձավ, որ Ռուսաստանում խումբ են բռնել, որոնք ադամանտներ են գողացել, որ տեղափոխեն Հայաստան եւ այդ գործարքը կապված է Խաչատուր Սուքիասյանի բիզնեսների հետ։ Ադամանդի գործ։ Խաչատուր Սուքիասյանը անցած 2-3 տարիների ընթացքում ինչ սանկցիաները գործում է Ռուսաստանում, Ռուսաստանի հետ ադամանդի եւ ոսկու հետ կապված առանց գողանալու շրջանառություն է եղել 7-ից 10 միլիարդ դոլարի առանց գողության։ Այսինքն այն ինչ որ հիմա իրանք խոսում են Խաչատուր Սուքիասյանի մասին, դա պարզա որ իրանք գիտեն այդ ամեն ինչի մասին, ուղղակի որոշել են սենց ներկայացնել որպես գողություն։ Իրանք ոչ են ասելու մենք սև սխեմանորով այդ փողը լվացել ենք Հայաստանի միջոցով, որից Հայաստանի բյուջե ոչ մի բան չի մտել, ու Հայաստանն էլ ներկայացնում էր հանցագործ գրզոն Խաչատուր Սուքիասյանը, Սիմոնյան Ալենը, Կոտոշավը։ Հա, որպեսզի տենց ուղիղ չասեն, ասում են գողություն է կատարվել եւ այդ գողությունը կապված է բանի հետ։ Այսօր էլ այս մասով բազմաթիվ հարցեր, տեսեք, Ռուսաստան ուզում է ինչ-որ պատասխան հարված է տալիս, Սամվել Կարապետյանի ձերբակալման դիմաց, տեսեք, ես մենք այդ ձեր օլիգարխներին ենք տարօրելու այս կոմենկով, կարող է Ռուսաստան ուզում է բան փոխի Հայաստանում, տնեք այս ամեն ինչի մի կողմ, իսկ եթե Ռուսաստան ուզում է բան փոխի Հայաստանում, կարող է իր 5-րդ Շարասյանը ասի մանդատները դվայ դրեք,
Ոչ մեկին բռնել պետք չի։ Զանգում ասում է քոչիկ ու Սերժիկ։ Դուս եկեք։ Ոչ մի պետք չի անել։ Մանդատները վայրդեք, ու դուրս եք։ Ուսած մնում են անտելոթում։ Բացար ոչ հեղափոխություն, ոչ մարդ բռնել, ոչ կրակել, ոչ հոկտեմբերի 20-ին, ոչ մի բան պետք չի անել։ Դուրս եկեք։ Այդ չեմ ասում, որ իր բոլոր ուժայինները, այն որ Նիկոլի կողքից կանած են ֆրֆռում ասած կողքին են նայում են, ու ինչ է կարծում, ում էին ընդհանրում իրանք։ Մատ ասեք, անուն ասեք։ Չասեք ԱԱՑ-ը։ Լավ, թողնի ԱԱՑ։ ԱԱՑ-ն ում այն։ Չասեք Նիկոլին։ Նիկոլին Հայաստանը ոչ մեկ չի ընդհանրում։ Սեփական նույնիսկ կնիկը չի ընդհանրում Նիկոլին։ Չանց կնիկը չունի։ Նիկոլին ոչ մեկ բացի իրանից վախեցողների, որոնք կառույցների ղեկավար չեն, ուղղակի ուսապաշտ են, անտեր շներ, որոնք ոչ հեղինակություն են, ոչ կենսագրություն, ոչ մի բան, որոնց ուղղակի հանել ու դատելը, եթե հանկարծ մի սահման անցել, այսպես կոնֆլիկտ։ Մնացածը ուժայիններ, պատգամավորներ, բոլորը պատկաններ ուսեն։ Իսկ ինքն պետք չի որ սենց ինչ որ բան հասկացնեն, գրզոյին ասեն, արա քեզ կդատենք, եթե մեր Սամոյինը դերից բաց չթողնի։ Սամոյին բաց թողնել, ուզում են բաց թողեն հեղափոխությունն էլի, ասեցի։ Զանգում են, ասում են, արա մանդատներ վայ դրեք։ Դրա համար եմ ասում, բանում նստածներ, պարլամենտում նստածներ, չմոռանաք, որ դուք առնվազն գոնե ոնց ասեմ, իրականում մեր աչքում հենց ենեք, ինչու ես նկարագրեցի, Նիկոլի իշխանությունը ռեալ պահողներ եք դուք, ռեալ պահողներ։ Չեք ուզում մանդատներ դուս եկեք կանոն։ Ես ասում եմ, չէ, որ սրանք փող չունեն, սրանք իրենց բյուջեն լցնելու համար ամեն ինչի հնարավոր բոլոր սոլյուցիոնների գնալու են։ Պետությունը որոշել է Սիգի պետ վճարը երակի բարձրացնել։ Այսինքն մարդիկ որ տարվա համար փող են տալիս, Սիգ բռնելու համար, հասնում են 60,000 դրամից հասնելա 200,000 դրամի, 65-ից 200,000 դրամ։ Որի արդյունքում ասում են ինչա լինելու, որ տարվապես Սիգնա ուղղակի թանկանալու 3 ամս, 3 անգամ առնվազն, որն էլ ուղղակի արժե զրկելու է, իմաստած զրկելու է այդ գործը, այսինքն այն մարդիկ, այն գյուղացիները, այն տնտեսությունները, որոնք ապրում են այդ տարածքներում, կոպիտ ասած Սիգով, այդ ռեստորանները, այդ օբյեկտները ամիջ, ուղղակի փակվում են, որովհետև ինքը դառնում է միանգամից իշխանից խանկ, 3 անգամ, այսինքն եթե իշխանի բան է, Սիգի գինը 3 անգամ բարձրացավ, ինչ արի։ Իսկ ում պատկանում իշխանի ֆերմաները, որ շատ լավ գիտենք, չէ։ Ծառուկյան գագոն կա, լֆիկը կա, հեկտարներով, Աբրահամյան հովիկը կա, օլիգարխները, թե թազա թուլեկից ովքեր են դրել, այդ չգիտեմ, ես հներին եմ ասում։ Այսինքն պարզ է, չէ, որ հասարակ գյուղացին է նորադուսին, որ ինքը դանով ապրում էր, ասենք մի հատ ավակ ուներ կամ չգիտեմ, սիգեր բռնում իր, ասենք փոքրիկ ռեստորանում այդ տուրիստների վրա սարքն վաճառում, էլ չի լինեն դա։ Այդ բոլորը պետք է սովից մեռնեն, որ կամ այնքան փող տվեք, որտեղ իրաց փող է պետք։ Բայց մեկը տանել, իդեն չեն կարողանալ այդ աշխատ։ Այսինքն ամեն ինչը թանկանում է։ Հիմա չաշխատեն, Սիգի ասում Սիգի, իշխանի արտած բանը կավելանա, վաճառքը կավելանա, էների իհարկե դեռ կթանկանա, որովհետև բանա, չէ, պակասում է։ Կոնկուրենցիա է պակասում, ինքը մնում է մենակ, այսինքն սրանց բոլոր գործողությունները, բոլոր հարկային, մաքսային, արտաքին քաղաքական, ներքին քաղաքական, բոլոր արդեն հոգնեցուցիչ է այս ամեն ինչը։ Հակապետականը, հակամարտկային ու վնասակար, ուրիշ բան չեմ գտնում ասել։ Ես էլ այն բոլոր իրավապաշտպաններին, իրավաբաններին այսենց ուղիղ կոչ եմ անելու, ընկերներ ես էլ չեմ զանգելու ձեզ։ Ես էլ ոչ մի բան չեմ ասելու, ես էլ ոչ մեկին չեմ համոզելու ոչ մի բան։ Եթե ուզում եք ես երկրի համար մի բան անեք, հանրային դատ կազմակերպեք, թեկուզ 2-3 հոգու, ասել եմ, վերցրեք ու սրանց բոլորի նկատմամբ քրեական գործեր ինքներդ կազմեք, դատավարություններն անցկացրեք, ես էլ այդ հարթակն ու հնարավորությունները բոլոր իդեաները տամ ինչա պետք անել, այսօրվանից սրանց դատագրճիռները պետք է կարդալ,
կարդալ ես, ինչ որ ես հիմա ասում եմ, սա մի հոգու բան չի, դա ինձ էլ են ասում, ես ու ձեր հետ համաձայն եմ, ես էլ եմ իմ խոսալուց հոգնել, այո, իմ խոսալը ոչ մի բան չի տալ, այո, ես էլ եմ արդեն ձանձացնում, ինձ էլ, ձեզ էլ ես հասկացել եմ դա արդեն վաղուց, եթե մենք մի քայլ առաջ չեն գնալու, եթե պետք է մնա սա 2-3 հոգու վրա, ովքեր փորձում են ինչ-որ մի բան, մոգոնեն, ու դա չպետք է մեծանա գետնի վրա իրական կյանքում, ուրեմն բան չի փոխվելու։ Որտեղ նույնիսկ եմ ասում, սա մեր երկու հոգու, ասենք, չգիտեմ, ինքնամոռաց աննորմալների բան չի սա։ Սա պետք է հետևանք ունենա։ Եթե այս երկիրը բոլորիս պետք է, ուրեմն մի բան պետք է արվի։ Փաշինյան Նիկոլը, իր դատախազը, իր քննչականի պետը, բոլոր այս հանցագործները այսօր իրենց դատավճիռը պետք է լսեն։ Ըստ այսօրվա օրենքների, ըստ այսօրվա իրանց խախտումների, հանցագործությունների։ Ժո, հարգելի իրավաբաններ, իրավապաշտպաններ եւ այլն։ Եթե կանեք, արեք, եթե չկանի, հետո օրը որ եկավ, ամյոր, այս հարցը հնչելու է, բա դուք ինչ եք անում։ Այս հարցը հնչելու ու այս հարցի պատասխանը դուք էլ, ես էլ, բոլորս էլ պետք է տանք։ Այն երեխեն նայելու է, չէ, ասել է, բա դու այն ժամանակ ինչ էր անում, կամ ման, բա դու այն ժամանակ ինչ էր անում։ Պապի, չգիտեմ, բա դու այն ժամանակ ինչ էր անում։ Ինչի ես սպասում դու, քո օրը ինչի ես սենց գնում ամեն օրվա նկատմամբ։ Դու չես զգում ես երկիրը գնում է կործանվել։ Ում էիր սպասում դու։ Ինչի դու ինքդ մի բան չէիր նախաձեռնում։ Ինչի ես սպասում, որ Սասունցի Դավիթը գալու է բոլորի տեղեր գործը անի գնա։ Լավ ասենք այն գյուղացի մշակը, ասենք որ ինքը այդքանը գիտի, մտածում է, ես իմ գործը անեմ, ցանեմ որ աշունը ուտելու բան ունենանք, Սասունցի Դավիթը կգա։ Բայց որ չեն կարող սաղ նույն ձևի ապրեն։ Սասունցի Դավիթին սպասելով։ Ես ուզում եմ այս ընկերոջը լսենք իրեն։ Я хочу сказать вот что. Я просто понять не могу, почему уроки даже новейшей истории опять никого ничему не учат. Даже такой мудрый народ, как евреи, не смог сделать правильные выводы и оставил. Ասես ուղղակի զարմանում եմ, ոնց կարող է այս ամեն ինչը որ մենք տեսնում ենք, նույնիսկ անենց իմաստուն ժողովրդի ոնց որ հերաներն են, ոչինչ չսովորեցին։ У себя во главе человека, который уже в который раз устраивает черти какой по счету геноцид. Որ թողել է իր մոտ իշխանության, ասում որտեղ էնել ասում բոլոր անգամ, այդ իր ղեկավարը իրականացում է գենոցիդ։ Нетаньяху ничем не лучше Путина и должен уйти. Նետանյահուն Պուտինից ոչ մի բանով լավը չի եւ պետք է Немедленно. Иначе անհապաղ։ Հակառակ դեպքում последняя надежда на светлое будущее человечества угаснет. Հակառակ դեպքում վերջի հույսը լավապագայի խամբի։ Այս դեպքում ուզում հիշի։ Ես Մակարևիչի երկի երկրպագուն կյանքում չեմ եղել։ Ես իր մասին վերջ անգամ լսել եմ մի 5 տարի առաջ, երբ որ չէ, պատերազմից առաջ 22 թվականը, երբ որ Պուտինը սկսեց, դեռ Ղրիմից ինքը դեմ եղավ այս ամեն ինչը, ասեց ես ռուս եմ, ես չեմ ընդունում։ Սա իմ եղբայրական ժողովրդի նկատմամբ ագրեսիա։ 22 թվականից ընդհանրապես գնաց Ռուսաստանից, հիմա էլ ասում եք մարդը սենց արինում։ Իմ պատկերացած մարդը սենց արինում ասում, Նետանյահու Պուտինից ոչ մի բանով լավը չի։ Եթե սենց գնամ, մենք կորցնեմ ենք ամեն ինչ։ Ու որ այս ամեն ինչը նույնիսկ մեզ ոչինչ չի փոխ, ոչինչ չի սովորեցնում, ինչ որ կատարվում է մեր հիմա, մեր շփոթում։ Էլի այսօր երկար խոսացի, ինձ կներեք։ Ուղղակի ես ուզում եմ կարճ լինի, չի ստացվում, որովհետև եթե մենք իրար պետք է կիսնենք այս նորություններով ու ոչ մի եզրակացություն չանենք, նույնիսկ եթե ձեն սուր կա, լուսակալի մենք ամեն օր պետք է կրկնվենք ուղղակի օրական տարբեր ձևերով։ Իմաստը։ Ես որտեվ ես ամեն ինչի մեջ իմաստ ուզում եմ տեսնել, ես ամեն ինչի մեջ, ամեն խոսքի, գործողության, ես ինչ եմ սա անում, ես ինչ եմ գնում աշխատանքի, ես ինչ եմ էսի սովորում, ես ինչ եմ սրա մասին, ինչ եմ սա լսում, ինչ եմ սա ժամանակ տրամադրել, չէ՞ որ սա փոխանցել ուրիշ բան կարելի անել։ Մի քիչ էլ քո համար, հոգուտ համար, մարմնիդ համար, կարելի է գնալ այս շոքին ճռին լողանալու, ասենք ով կանում, բայց ես հիմա նստած եմ այս օթին ու ալցում եմ անում։
Հա, ես Ատլանտիկ օվկիանոսի կողքն եմ ապրում, մի տնից 5 րոպե է, 10 րոպե է քայլել։ Բայց ես դա ժամանակներ չունեմ։ Որտեւ ես ուզում եմ իմաստավորվի իմ ամեն ինչը, ես ասենք հանգիստ չեմ կարա, մտածում եմ ինքս իմ համար, որ ես հանգիստ չեմ կարա ինձ թույլ տամ դա անել, որտեղ մի բան կա, որ ոնց թե ավելի կարևոր է։ Բայց ես չեմ ուզենա եթե մտածեմ, որ դա շատ քիչ մարդկանց համար է կարևոր։ Լավ, իսկ կներեք այսօր համար այս